Նարեկ Կարապետյանը ինձ այդ բանավեճից վախեցավ, չեկավ այդ բանավեճին։ Բայց իհարկե սա ուղիղ չխոստովանեց, այլ դրա փոխարեն նրանց սատարող որոշ ֆեյքեր ու ոչ միայն ֆեյքեր, որպես արդարացում բերեցին այն փաստը, թե ես իբր շատ փոքր եմ Նարեկի հետ բանավիճելու համար։ Փայլուն ավակի, բայց այդ դեպքում հարց է մնում, Նարեկ ջան, եթե տենց է, ինչ եք նկարս տպում, կպցնում ու այդ նկարի հետ հերոսաբար բանավիճում, Նարեկ ջան։ Բա եթե տենց է, Նարեկ ջան, ինչի քո եղբայրը Սամվել Կարապետյանի տղան կոմենտներիցս դուրս չի գալիս։ Ստատուս եմ գրում, կոմենտ է գրում։ Իմուր Ռուբինյանի ոդկասթն ենք դնում, տակը կոմենտ է գրում։ Instagram-ս իդեպ, որը շատ ուշուշ եմ բացում անձամ, տենց Instagram-ս եմ բացում, տենում ես իմ քանի հատ թեգել ա, ուզում տենամ ինչա արդեն ջնջված է ալնում։ Ինչ որ անառողջ կախվածություն ունեք կարծես դուք ինձանից, եղբայր։ Տենց հետևից ընկած մեկը նկարս է տպում, մեկը կոմենտ է գրում, մեկը թեգում է, մեկը բան է անում, ասում լավ, մարդիկ երևի ասելու բան ունեն, հրավիրեն բանավիճ թող երեսիս ասեն, էլի։ Մեր բանավիճ եմ հրավիրում, դուք շատ փոքր եք, որ մենք ձեր հետ բանը։ Եղբայր, մի հատ ուշքի եկեք, էլ ամենայն հարգանքով իհարկե։ Բայց եթե դուք ուզում եք տուն-տունի խաղաք, հարց չկա։ Հիմա մի քանի հատ նկար կդնեմ մեկնաբանություններում, այդ նկարներից հետ բանավիճեք հաջորդ անգամ, ու մի հատ էլ փիղ կդնեմ այս վիդեոյի վերջում, այդ փղի նկարը կտպեք ու կճղեք, ու ցույց կտաք բոլորին, թե ինչ ուժեղ տղա եք դուք։ Հեսա, այս նկարը, այս փիղը տպեք անպայման ճղեք, այս փիղը ասեք, որ դուք շատ ուժեղ եք։ Ասենք, երբ որ մարդը, տենց բան կարա լինի, որ ինչ որ մեկը շատ փոքր է քաղաքականապես, որ դու իր հետ բանավիճես, բայց դա պետք է արգումենտավորված լինի։ Ու դու այդ մեկի հետևից չպետք է ընկած լինես, եղբայր։ Դու այդ մեկի հետևից պետք է ասենց անառողջ ձևի ընկած չլնես, որ հետո ասես, որ ինքը փոքր է, որ դու իր հետ բանավիճես։ Ինչ ասեմ, շարունակեք նկարների հետ բանավիճել, այն մեկնաբանությունների նկարները վերցրեք, տպեք, հետները բանավիճեք, տենց փիղը անպայման փիղը չմոռանաք, անպայման փիղը կտպեք ու փիղը կճղեք, հարգարժան պարոն Կարապետյան, ու էլի կշարունակեք խոսալ այն մասին, որ դուք շատ ուժեղ եք, ուժեղ առաջնորդություն ունեք ու տենց բանավիճից փախացի կարգավիճակով ման կգաք։ Մարդիկ էլ երևի կլինեն շատ քիչ մարդիկ, ովքեր դա լուրջ կընկալեն ձեր ասածը, բայց իրականությունն այն է, որ դուք փաստացի ընդամենը մեր նկարների հետ բանավիճողն եք, բայց իդեպ ինձ թվում է սրանից հետո արդեն նույնիսկ մեր նկարների հետ բանավիճերում դուք պարտված դուրս կգաք, որովհետև դուք բանավիճից փախչող եք։ Բանավիճից փախչումը թույլ է, Նարեկ ջան։ Շատ է փախչում թույլը։ Դապես դա բան է, էլի, կենսաբանության ու ֆիզիկայի օրենք է, որ թույլը փախչում է ուժերից։ Դուք, եթե ձեզ դիրքավորում եք ուժեղ, դուք չպետք է լինեք փախացի կարգավիճակում, իսկ դուք փախացի կարգավիճակում